Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 11 Որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրություն ընդունենք, Գաղատացիս 4:5 խոսք Շատերին դեպի Քրիստոս բերող ամենասովորական ճանապարհը օրենքի հստակ ու զգալի ներգործությունն է և խոնարհեցումը, որը սովորաբար կոչում ենք ստրկության հոգի։ Մենք նկատի չունենք, թե յուրաքանչյուր ոք, ում խիղճն արթնացել է մեղքի զգացումից և բարկության վախից, իսկապես միանում է Քրիստոսին, քանզի հակառակը տեսնում ենք Կայենի, Սավուղի, Հուդայի և այլոց օրինակներում։ Սակայն կա մեղքի մեջ համոզվելու, խղճի արթնացման և խոնարհեցման մի գործ, որը, ինչպես կմանրամասնենք, հազվադեպ է անհաջող ավարտ ունենում կամ զրկվում շնորհառատ արդյունքից, այլ սովորաբար հանգում է որդեգրության հոգուն և Աստծո հոգու շնորհալի ներգործությանը։ Եվ քանի որ Տերը շատ մեղավորների հետ այսպես է վարվում, և մենք տեսնում ենք, որ շատերը մեծապես տարակուսում են օրենքի այս ներգործության մասին դատողություն անելիս, դրա մասին առանձնապես կխոսենք։ Այս գործը երբեմն կատարվում է ավելի հուժկու և հանկարծակի կերպով, իսկ երբեմն ավելի հանդարտ ու մեղմ, երկար ժամանակի ընթացքում, այնպես որ դրա փուլերը հստակորեն նկատելի են լինում։ Ոմանց մոտ այն ավելի զորեղ է դրսևորվում, ինչպես բանտապահի, Պողոսի և գործք առաքելոցում հիշատակված որոշ այլդարձի եկածների, որոնց մեջ Քրիստոսը մի ակնթարթում ներխուժեց, ասես կրակով և սրով սքանչելի կերպով գերելով նրանց։ Եվ քանի որ օրենքի ազդեցությամբ առաջացած որոշ ուժգին արթնացումներ խաբուսիկ են և վերջիվերջո ոչնչի, եթե ոչ ավելի վատ բանի են հանգում, մենք կնշենք այդ դարձի եկածների մոտ երևացող որոշ ուշագրավ հատկանիշներ, որոնք վկայում են, որ օրենքի ներգործությունը նրանց մեջ ունեցել է շնորհալի ավարտ և բարի արդյունք։